Գիտեք ինչ եմ մտածում, ասում եմ ինչ հետաքրքիր է։ Աստված ամեն բան արարեց, հետո մարդուն։ Սկզբուց մարդուն չարարեց, հետո ամեն բան։ Ամենավերջում արարեց մարդուն։ Ասեց մարդու համար ամեն հարմարավետ պայմանները ստեղծեմ, հետո նոր մարդուն ստեղծեմ։ Հետո մենք գիտենք մարդուն ստեղծեց ու մարդու մոտ բերեց բոլոր այս աշխարհի բոլոր կենդանիներին անուն դրեց, աշխարհի ամեն բան ուներ, ոսկին ուներ, արծաթ ուներ, սեփական գասանանոց ուներ, դրախտի մեջ ապրում էր, բայց միևնույնն է, մարդուն ինչ որ մի բան չէր հերիքում, մի քիչ մարդը տխուր էր։ Գիտեք, Աստված ասեց, ի՞նչն է այս մարդու տխրության պատճառը։ Ծննդոց 2:18 Եվ Տեր Աստվածը ասեց, լավ չէ, որ մարդը մենակ լինի, նրա համար մի օգնական շինենք նրան հարմար։ Եվ Տեր Աստվածը մի խորքում բերավ Ադամի վրա և նա քնեց, և նրա կողի ոսկրից մեկը առավ և նրա տեղը միս լցրեց։ Հետաքրքիր է, չէ՞, ապերացիան մանրամասնորեն գրված է։ Եվ Տեր Աստվածը այն կողի ոսկորը, որ Ադամից վեր էր առել, մի կին շինեց և նրան բերավ Ադամի մոտ։ Ադամից վերցրեց, Ադամի մոտ բերեց։ Հիմա հետաքրքիրը գիտեք որն է Ադամը։ Եվ Ադամը ասեց. սա հիմա ոսկորը իմ ոսկրից և մարմինը իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա մարդիցը առնվեցավ։ Սրա համար մարդը կթողե իր հայրը և իր մայրը և կհարե իր կնոջը և մեկ մարմին կլինեն։ Երկուսը մեկ կլինեն, Աստծո մաթեմատիկան տենց է։ Երկուսը դառան մեկ։ Ասում եմ ինչ հետաքրքիր է, երբ որ Ադամը արթնացավ, որտեղից իմացավ, որ սա իրանից է վերցրված։ Որտեղից իմացավ, որ ոսկորը ոսկորից է, մարմինը մարմնից։ Ասում եմ միգուցե մինչև մեղքը աշխարհ գալը, քանի որ երկնքում ամեն բան պարզ է, ամեն բան երևում է, ամեն ինչ մարդիկ հասկանում են, հա, դու մտածում ես, արդեն դիմացինը մտածելով քեզ պատասխանում է, ու միգուցե այն ժամանակ էլ էր տենց մինչև մեղքը մտնել աշխարհը, որտեղից իմացավ, որ սա իրանից վերցրվեց, չէ՞ որ ինքը քնած էր։ Քնած մարդու կողքից մի բան վերցնես, କି ինքը չիմանա, ուր մնաց ոսկորը հանեցին, տեղը միս լցրեցին, հետո կին շինեցին, բերեցին մոտը, ասեց այս է ուրիշ բան։ Ամեն բան մոռացավ, հələ հեր ու մերել չուներ, ասում է հայրը, մայրը կմոռանա, կհարի իր կնոջը։ Ասում եմ, ինչ լավ է, երբ որ մենք ամուսնանում ենք, հարում ենք մեր կնոջը, մեր կինը հարում է մեզ, այդ լավ է, բայց որ մեր երեխեքն են ամուսնանում, էդի արդեն նի դապուստիմը, ոնց թե սովորեք բաց թողել ձեր երեխաներին, թող իրանք հարեն իրանց կնոջը, իրանց ամուսնուն, հա, այն չամուսնացածներին էլ մի բան ասեմ, լավ չի, որ մարդը մենակ է։ Անեց որ մտածեք այդ ուղղությամբ շատ արագ տեմպերով։ 27 խոսքը։ Եվ Աստված ստեղծեց մարդին իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծվեց նրան։ Արու եւ եք ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասեց նրանց. աճեք, շատացեք եւ լցրեք երկիրը։ Ասма դրանով չսահմանափակվեց։ Հա, Եվային ունեցար շատ լավ է։ Քո երիտասարդության օրերը, Եվախ երիտասարդության օրերը մոտավորապես 700-ից 800 տարի էր։ Ու ասма կեր, խմի, քեֆ արա վայելի, հա, քո երիտասարդական կնոջ հետ, ու գիտես, ինչքան շատ երեխաներ ունեցան։ Լիք երեխեք ունեցան։ Ու դա Աստծո օրհնությունն էր։ Ինձ ու քեզ։ Այսօր մենք տենում ենք մեր երեխեքը ստեղ երգում են, պարում են, ոտանավոր են ասում, հա, զոհաբերության խոսք են ասում, Աստծո խոսքով են կիսում, դա մեր հարստությունն է, դա մեր օրհնությունն է։ Ինչա, Աստված թող էլ ավելի օրհնի։ Դու օրհնված ես իրանց խոսքից, դու հայտնություն ստացար։ Օրինակ ես չգիտեի, որ Եվան 10-րդ չի տալիս։ Փաստորեն Եվան 10-րդ չի տալի ժողովուրդ։ 20-րդ է տալիս։ Աստված էլ օգնում է, որ 30-րդ տա։ Ասում եմ, ինչ հետաքրքիր է, երեխեքը շատ ավելի առաջ են վազում, քան մենք։ Փառք Աստծուն իրանց համար, իրանց հավատարմության համար։
Իրականից շատ բան ենք տեսնում, այդ փոքրերից շատ բան ենք սովորում։ Երեխեքը ճիշտ ասեցին, իրականից Հիսուս ասեց, երեխեքի նման չլինեք երկնքի արքայությունը չեք շարունակի։ Այդ անկեղծությունը, այդ պարզությունը, այդ մաքրությունը ինձ ու քեզ ամեն օր պետք։ Ամեն։ Նամանավանդ Աստծո առաջ։ Երբեմն գալիս ենք Աստծո առաջ ու ձև ենք բռնում, որ մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ հասկանում ենք, այդտեղ մենք պարտվում ենք ու տժվում ենք, բայց երբ որ գալիս ենք ասում ենք չգիտենք ոնց անենք, ոնց որ երեխեքն էին ասում, տուր մեզ իմաստություն, այդտեղ մենք շահում ենք, Աստծո իմաստությունը գալիս է, Աստծո օրհնությունը գալիս է, ու մեզ վերցնում է, մենք լողում ենք այդ ծովի մեջ, օրհնված ենք լինում։ Գիտեք, ես մտածում եմ այսպիսի մի բան։ Իհարկե մենք օրհնում ենք ընտանիքները, մենք օրհնում ենք ամուսիններին, մենք օրհնում ենք երեխաներին, ամեն օր աղոթում ենք երեխաների համար, ամեն օր աղոթում ենք երեխաների պաշտպանության համար, մանավանդ մեր հղիներից սկսած ամեն օր աղոթում ենք մինչև նրանց ծնվելը։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, գիտակցենք, որ Տիրոջ օրհնությունը գալիս է այն տան մեջ, որտեղ որ կա իրականից Աստծո զավակ։ Եթե քո ամուսինը հավատացյալ չի, դա չի նշանակում, որ Աստված չի կարա քեզ օրհնի։ Եթե քո կինը հավատացյալ չի, դա չի նշանակում, որ Աստված չի կարա օրհնի։ Եթե քո երեխաները հավատացյալ չեն, դա չի նշանակում, որ Աստծո ձեռը կարճացել է։ Ես ուզում եմ այսօր քեզ ողջևորեմ, որովհետև Աստծո խոսքը ասում է. անհավատ ամուսինը հավատացյալ կնոջով սրբվում է։ Նույն էլ հակառակը, անհավատ կինը հավատացյալ ամուսնով սրբվում է։ Ոնց եք մտածում, եթե սրբվում է, երեխաները չեն սրբվում։ Իհարկե սրբվում են։ Դրա համար ես հավատում եմ, որ այդ ընտանիքի մեջից եթե մեկը հավատացյալ է, ամբողջ ընտանիքը սուրբ է, որովհետև Տերն է սրբացնում։ Տերն է այդ ընտանիքը առանձնացրել իր համար։ Տիրոջ ուշադրության կենտրոնում է այդ ընտանիքը։ Դրա համար մեզանից ինչ է պետք, որպես հավատացյալներ, ինչպես քահանաներ, պետք է մեր խնդիրները բարձրացնենք Տիրոջ առաջ, մեր զավակների համար, մեր անհավատ կնոջ կամ անհավատ ամուսնու համար, իսկ եթե հավատացյալ են, ավելի լավ, կրկնակի է սրբում։ Դրա համար շատ կարևոր է, որ դու չմտածես, չմտահոգվես, չվախենաս, այ վստահես Տերերի Տիրոջ ու արքաների արքային։ Այն ինչ որ արել է, լավ արել, ինքը որ մի բան սկսում է, վերջը տեսնում է։ Ինքը գիտի, որ քեզանում այն աշխատանքը սկսել է, ավարտին կհասցնի։ Երբեմն վախենում ենք, վայ, ոնց կլինի, հեսա չենք հասցնի։ Իհարկե անհանգստանալ, աղոթել պետք է, առանց աղոթքի ոչ մի բան չի փոխվում մեր կյանքերում, հա։ Դրա համար աղոթել պետք է, բայց վստահի Աստծուն, վստահի, որ Աստծո ձեռը իր հետ է, որ ինքը Աստծո ձեռներից ուրիշ չի կարա փախնի։ Հələ մեկ եղել է, որ Աստծո ձեռից փախնի։ Դավիթը լավ է գրում. ուր փախնեմ քեզանից, հելեմ երկին կնդեղ ես, իշտեմ երկրի տակ, ընդեղ ես դու։ Փախնելու տեղ չկա Աստծո երեսից։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք վստահենք Աստծուն, այս մեր հրաշքներին վստահենք, ու աճենք, շատանանք, այս երկիրը լցնենք։ Գիտեք, ես մտածում եմ, ամենամեծ դաստիարակությունը երեխան ստանում է ընտանիքից։ Այսօր խոսում էին նույնպես հայրիկից, մայրիկից, դաստիարակությունից, չէ։ Եկեղեցին մի բան է տալիս իրանց, բայց տունը իրանք պետքա տեսնեն դա։ Տունը շատ բան է տալիս։ Ընտանիքի դաստիարակությունը շատ կարևոր է երեխաների համար, որովհետև ամեն բան համարյա արմատ ընդեղից է։ Եթե երեխաները տեսնում են իրանց ծնողներին աղոթելուց, եթե երեխաները տեսնում են իրանց ծնողներին գիրք կարդալուց, կամ սիրելի իրար հետ խոսելուց, գիտեք, դա վերցնում են։ Հետո մենք ասում ենք աղջիկը ուզում է գտնի տղա, որ իրա պապային է նման, հա, նույնն էլ հակառակը տղեն ուզում է գտնի մի աղջիկ, որ իրա մամային է, գիտեք, իրանք իրանց համար հեղինակություն են։ Օրինակ նկատել եք, երբեմն ես շատ եմ նկատում, երբ որ օրորոցով մայրը երեխուն ման է տալիս պապիրոսը ձեռին, հա, կամ էլեկտրոնային կամ նենց, ու դու շատ ես այդ բաները տեսնում։ Հետո այդ երեխան, երբ որ այդ մի քիչ աչքերը բացեց, մեծացավ, սկսեց իր գիտակցությունը աշխատել, ի՞նչ է տեսնելու, դա է տեսնելու։ Եթե մայրը տունը հայոյում է, հայոյանք է սովորելու, եթե տունը հայրը հայոյում է, հայոյանք է սովորելու։ Ու մեղադրելի չի, այդ երեխան այդ է տեսել, իր համար դա նորմայի մեջ է։ Ինքը գիտի դա նորմալ է, որովհետև իր ծնողներից է դա լսել։
Եթե երեխան մեծանում է քրիստոնյա ընտանիքում, երբ որ հայրը սիրալի է մոր հետ, միգուցե թույշն էլ պատճում է տնից դուրս գալուց, երեխան դա է տենում, դրան է սովորում, հետո երբ որ ամուսնանում է, նույն բանը կատարում է իր ընտանիքում։ Ամեն։ Դրա համար մեզ շատ կարևոր է, որ մենք աճենք, շատանանք, այս երկիրը լցնենք։ Հիմա մի տեղ եմ ուզում կարդամ, ասում է Առակաց 22:6, կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացավ էլ չի հեռանա նրանից։ Ասում է կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ։ Ինչ ենք մենք երեխաներին բերում եկեղեցի։ Իրանք ստեղ պետք է իրանց տանը զգան։ Իրանք պետք է այս ընտանիքի անդամը զգան։ Եթե երեխեքին բշտենք, գշտենք, ադեսուս մնա, ադե մի նստի, ադե մի կայնի, երեխա են էլի ժողովուրդ, գիտեք, երեխեքը պետք է թռվռան, խանգար են սաղին էլի։ Մի քիչ այդ ըմբռնումով մոտեցեք, դրանք մեր հարստությունն են։ Լավն են, այտենց են, բա պատկերացնում ես արձանի պես մի տեղ դնեիր, հետո գայիր այդ տեղից վերցնեիր տաներ։ Այտենց երեխեն քեզ կուրախացներ։ Չեմ կարծում շատ կուրախացներ։ Դրա համար ասում եմ կրթիր երեխային իր ճանապարհի սկզբից։ Երբ որ ես ապաշխարեցի 20 անց էի, ասում եմ 20 տարի իզուր կորցրել եմ, Աստծուն չեմ ճանաչել։ Գիտեք, այսօր մեր երեխեքը ունեն այդ հնարավորությունը մեծանան Աստծո խոսքի մեջ, իրական արժեքները ճշմարտապես ճանաչելու։ Երբ որ երեխան մեծանում է, Էստերիկը լավ բան ասեց, դպրոցում մաման պապան կողքը չեն։ Այդ արժեքները իրան ներսում է, այդ աստվածավախությունը, աստվածապաշտությունը եւ իրան պահում է հայյանքից, վատ շրջապատից, հա։ Միգուցե վատ խոսքերից։ Շատ կարևոր է, որ մենք ճիշտ կրթենք երեխային փոքրուց։ Դրա համար իհարկե առաջի աշխատանքը ծնողներն են տանում, երկրորդ աշխատանքը արդեն եկեղեցին, այստեղ մանկականի ծառայողները փառք Աստծուն նրանց նվիրվածության համար, որովհետև ես տեսնում եմ, անմնացորդ նրանք նվիրվում են այդ երեխաներին, շատ են նվիրվում, շատ են սիրում երեխաներին։ Ուզում եմ փառք տանք Աստծուն նրանց համար։ Եք ծափ տանք։ Շաննայիս էի մոռացել։ Գիտեք, ասում է չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Եթե երեխան չդաստիարակվի Աստծո խոսքի մեջ, չար ընկերակցությունների մեջ, մեկ էլ տեսնում ես, վсё, երեխան դառավ նարկոման, կամ հանցագործ, կամ ինչ որ մի ուրիշ բան, ալկոգոլիկ, ինչի, որովհետև իր շրջապատը դա էր։ Բայց որ գալիս է Աստծո մթնոլորտի մեջ, սուրբ շրջապատի մեջ, երեխու միտքը փոխվում է, երեխու մտածելակերպն է փոխվում, երեխան ճիշտ արժեքներ է ունենում իր կյանքում։ Գիտես, վաղը չեմ իսօր այդ երեխայից վախենալու բան չկա, որովհետև ինքը ճանաչում է Աստծուն ու քայլում է նրա հետևից։ Ամենակարևոր բանը արդեն ինքը ունի։ Ես կլինեմ, մյուսը կլինի, մյուսը կլինի, սաղ կանցնեն, բայց Աստված կմնա հավիտյան։ Ինքը այդ Աստծո հետ մեծանալու է, այդ Աստծո հետ ճանապարհը անցնելու, այդ Աստծո հետ իր փոխհարաբերությունը օր ավելի նորոգելու է, կառուցելու է, բարձրացնելու է, զորացնելու է։ Ու դու գիտես, որ իր ապագան է օրհնված լինելու։ Ամեն։ Գիտեք, մի վատ պատմություն կա գրված 4 թագավորացի մեջ, երբ որ Եղիսեն գալիս է Բեթել ու հանկարծ մի 42, եթե չեմ սխալվում, երեխա են դուրս գալի, ասում են քյա չալ ճոպլ։ Ու սկսում են ծաղրել Աստծո մարդուն, ու Աստծո մարդը գրված է, որ շատ է բարկանում ու իրանց անիծում է։ Ու երբ որ անիծում է, անտառից 2 հատ արջ են դուրս գալիս ու այդ բոլոր երեխեքին կոտորում են։ Մարգարեին ձեռ չեն տալիս։ Ինքը ուղղակի անիծում է, բայց մնացածը անում է Աստված։ Աստված ասում է արջերին գործի դրեք, գնացեք տեսեք ինչ եք անում։ Գիտես, հիմա ես այս օրինակ ինչի բերեցի, ցավալի օրինակ էր։ Դրանք երեխաներ էին, անգետ երեխաներ չէին, դրանք հասուն երեխաներ էին, չարը բարից կարող էին զանազանել, սևը սպիտակից կարողանում էին զանազանել, քանի որ նրանք կախարդների, վհուկների, բունտի երեխաներ էին, այսպես ասեմ, Աստծո դեմ բունտի մեջ էին ու երբ որ Աստծո մարդուն տեսան, այդ բունտը Աստծո մարդու նկատմամբ չէր, այդ բունտը հենց ուղղակի Աստծո դեմ էր ու նրանք դուրս եկան ու Աստծո մարդուն ու Աստծո մարդը իր վրա մի հագուստ ուներ, որը Եղիայի հագուստն էր,
եւ կրկնակի օծություն վերցրած վերադառնում էր, դա խոսում էր մի բանի համար, որ Եղիան իրանից հետո թողել է մի ուրիշ հետևորդի, որ Աստված իր միջոցով պետքա գործի։ Երբ որ նրանք տեսան, սկսեցին ծաղրել։ Եղիան գնաց, դու ով ես այ քաչալ, հա, դու ով ես այ ճպլ, ու սկսեցին ծաղրել, ու դու տեսնում ես Աստված դա չհանդուրժեց։ Հենց ինչ էին տեսել իրանց տան այդ երեխաները, տեսել էին Աստծո դեմ բունտ, տեսել էին Աստծո մարդուն ծաղրանք եւ մի օր օրերից մի օր տրամադրված դուրս էին եկել ծաղրելու Աստծո մարդուն, միգուցե իմանում էին, որ այդպես պետք է անցնի, հավաքվել էին ու սպասում էին, որ հեսա հետ կգա, մենք իրան ցույց կտանք, թե մենք ով ենք, թե ինքը ով է։ Գիտես, այսօր շատ երեխաներ էլ եւ մեծ երեխաներ էլ չեն հասկանում, ծաղրում են հավատացյալներին, միգուցե հովներին, միգուցե մարգարեներին, ես խոսում եմ լուրջ նվիրված հավատացյալների մասին, առանց հասկանալու, որ օրից մի օր արջը կարթնանա, օրից մի օր արջը դուրս կգա, դա վտանգավոր է։ Դրա համար ինձ ու քեզ ինչ է պետք, մեր երեխեքին կրթել այս փոքր տարիքից, որ Աստծո դեմ դուրս չգար, որ Աստված մեր կողմից է։ Եթե մեկը մեզ ստեղծել է իր նման, իր պատկերով, միթե մեզ վատ է կամենում։ Իհարկե ոչ։ Ամեն։ Դա իմ ու քո աշխատանքն է, որ երեխեքին սովորացնենք, որ Աստծո դեմ դուրս չգան ու Աստծուց չփախնեն, որ Աստված մեկն է, որ իրանց հասկանում է եւ սիրում է։ Վերջո Աստված է իրանց մեզ տվել։ Հիմա որ Աստված իրանց տվել է մեզ, մեր ընտանիքներում են իրանք ծնվել, ուրեմն մենք գործ ունենք իրանց հետ անելու։ Ուրեմն մենք իրանց պետք է կրթենք, իրանց պետք է սովորացնենք։ Այդպես է, թե այդպես չի։ Հիսուսը փուճուր երեխա էր, գրված է հայրն ու մայրը տանում էին տաճար։ Եվ տաճարում գիտությունով, իմաստությունով լցվում էր։ Նույնպես, այսպես։ Հիմա մենք երեխեքով ուրախանում ենք, չգիտենք վաղը ով ինչ է դառնալու։ Աստված ամեն մեկի համար հատ առ հատ ծրագիր ունի։ Միգուցե այս մեկը մարգարե է դառնալու, միգուցե այս մեկը առաքյալ է դառնալու, միգուցե այս մեկը բիզնեսմեն է դառնալու, միգուցե այս մեկը հովիվ է դառնալու։ Համաձայն եք։ Մենք չգիտենք, բայց Աստծո կողմից արդեն նախասահմանված է իմ ու քո համար։ Մենակ մենք ասենք այո եւ ամեն։ Աստված իր գործը կանի իմ ու քո կյանքում։ Գիտես, ամենաապահով տեղը դա Աստծո մեջ է, ժողովուրդ։ Չմտածեք, չվախենաք։ Հենց վախենաք լավ չի լում։ Ծննդոց 48:3։ Ստեղ մի պատմություն է գրած Հակոբի մասին։ Այս Հակոբը օրհնության համար խելքի իրանը չէր։ Որտեղ օրհնություն էր տենում, անում էր ամեն ինչ, որ պոկեր է օրհնությունը։ Ինքը Աբրահամը օրհնող Աստված Աբրահամին օրհնեց, Աբրահամն էլ օրհնեց Իսահակին, Իսահակը տեսավ Աստծո օրհնությունները, Իսահակին Աստված օրհնեց, Իսահակն էլ օրհնեց Հակոբին, Հակոբն էլ տեսավ այդ օրհնությունները, Աստծո հետ քայլում էր, օրհնությունները պոկում էր ու օրհնեց իր զավակներին։ 48:3 Եվ Հակոբը ասեց Հովսեփին. Ամենակարող Աստվածը Քանանի երկրումը լույսի մեջ երևաց ինձ եւ ինձ օրհնեց եւ ասեց ինձ. ահա քեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ եւ քեզ ազգերի ժողով կշինեմ եւ այս երկիրը քեզանից հետո քո սերունդին կտամ հավիտենական կալվածք եւ հիմա քո երկու որդիքը որ ծնվել են քեզ համար Եգիպտոսի երկրումը Իմ Եգիպտոս գալուց առաջ նրանք իմս են, Եփրեմը եւ Մանասեն, Ռուբենը եւ Շմավոնը պես իմս են, եւ Հովսեփին ասեց իր հորը. Իմ որդիներն են, որ Աստված այստեղ ինձ տվավ, եւ նա ասեց. խնդրեմ, ինձ մոտ բեր նրանց, որ օրհնեմ։ Սա իմ ու քո համար այնքան լավ օրինակ է, որ մենք մեր երեխաներին օրհնող լինենք։ Գիտես, եթե անգամ չծնված ժամանակից սկսի օրհնել։ Եթե հղի ես, հա, կամ հղի ամուսինն ես, օրհնի քո բալիկին։ Անկախ դրանից դու իրան տեսնում ես, չես տեսնում, սկսի օրհնել։ Գիտեք, մենք երբեմն տեսնում ենք մայրեր, ծնողներ, որ անիծում են իրանց երեխաներին։
Ինչի, որովհետև չգիտեն Աստծո խոսքը, չեն ճանաչում Աստծուն, չգիտեն Աստծո սիրտը։ Երբեմն կարա ծնող ասի, գնում ես ճանտամ գնաս, թուրքերեն բառա դժոխք գնաս, այսինքն երեխուն ուղարկես դժոխք առանց հասկանալու։ Կամ երեխան ջղայնացրեց, ասում է, երեսը չտենամ, այդ հալը տնի գալը չլնի, խոսք եմ ասում։ Ահա, անից ես չէ, գնաց երեխան մի վատ բան եղավ, հետո ասում է Աստված ուրա։ Այսինքն կարան մարդիկ անից են ու ասեն սրտիս մեջ ոչ մի բան չկա, արդեն ուշ է։ Արդեն ուշ է։ Գիտես, եթե կարա սրտիդ մեջ բան չլինի, դե գոնե դու լավ բան լինի, ինչի լավ բան չես ասում։ Ինչի չես ասում, վայ օրտնված ջան, վայ գեղեցիկս կամ գեղեցկուհիս, վայ հրաշքս, վայ իմաստունս, վայ հանճարս։ Ինչի լավ բան չես ասում։ Եթե սրտիդ մեջ վատ բան չկա, ամեն, տենում ես Հակոբը Հովսեփին ասեց, ուր են երեխեքդ, որ չեմ տեսել Եգիպտոսի մեջ ծնվել են, ինչ արեց առաջինը, բեր օրհնեմ նրանց։ Ուժեղա, չէ։ Սովորեք ձեր երեխեքին օրհնել։ Սովորեք ամեն օր լավ բան ասել ձեր երեխեքին, ամեն օր օրհնել իրանց։ Ես իրանց երեխեքի ապագան օրհնում եմ, դուք էլ օրհնեք։ Ես ձեր տեղն եմ աղոթում, իմ տեղն եմ աղոթում, բայց դուք էլ օրհնեք։ Այս հրաշքներից ամեն մեկին օրհնել է պետք։ Այդ օրհնությունը բազմացում է բերում, շատացում է բերում, իմաստուն է, թող էլ ավելի իմաստուն լինի, տաղանդավոր է, թող էլ ավելի տաղանդավոր լինի, հանճար է, թող էլ ավելի հանճար լինի։ Ամեն, ինչի՞ չէ։ Եսայի մարգարեության մեջ այսպիսի բան է գրված 61:9 Երբ պետք է ճանաչվի ազգերի մեջ նրանց սերունդը եւ նրանց զավակունքը ժողովրդների մեջ բոլոր նրանց տեսնողները պետք է գիտենան թե նրանք Տիրոջ օրհնված սերունդն են։ Պատկերացնում ես մարգարեն մարգարեանում է, ասում է ձեր զավակներին տեսնողը հասկանալու է որ սրանք Տիրոջ օրհնված սերունդն են։